Ընդհանրապես երեխաները 4 հոգի էին, որպես անչափահաս, իրենցից մեկը ես էի, երբ որ մենք մոտիկացանք ոստիկանական պատնեշին, նրանք բլուրների վրա դիրքավորված էին, մեր վրա նշան էին բռնել և ավտոմատներով էին բլուրի վրա կանգնած, երբ որ մոտիկացան մեքենայից պարոն Սեֆիլյանը և մի քանի հոգի իջան մեծերից, որպեսզի իմանան կարող ենք սահմանն անցնել, թե ոչ, նրանք ասեցին ոչ, ուզում էին մեր մեծերը պարզաբանեն, թե ոչ, զգացել են, որ նրանք արդեն ինչ-որ ուրիշ ձև են խոսում, կարող է լուրջ քայլերի գնան, իրանք որոշել են, որ պետք է հետ գանք, երբ որ առաջի երկու մեքենան շրջադարձ կատարեցին, որ պետք է հետ գային, այդ ժամանակ ոստիկանները ամբողջը հարձակվեց մարդկանց վրա, հետո հարձակվեցին մեքենաները։ Ձեր մեքենայի վրա էլ հարձակվեցին։ Այո, մեր մեքենա 7-8-րդ մեքենան մենք էինք, հարձակվեցին սկզբից դեմի ավտոների վրա, հետո երբ որ հարձակվեցին մեր վրա, նրանք հանում էին մեքենաների վրայից հանում էին դրոշները, 100-ամյա կառանց ռեժիմի և եռագույն դրոշը, դրոշները նրանք գցում էին իրենց ոտքերի տակ, ով ինչ հասցնում էր, դրոշակների հետ անում էր, դրոշակների փայտերով խփում էին մեքենաներին, երբ որ դրոշակների պոչերը ջարդվում էին, նրանք օգտագործում էին իրենց մոտի դուբինկեքը, մեքենաների ապակիները ջարդում էին և երեխաներն էլ մեքենայի մեջ էին, երբ որ նրանք ջարդում էին ապակիները, երեխաներին էլ էր կպչում, մեր ավտոյին հարվածեցին 2 հոգի հետևից, սկզբից ետևի ապակին ջարդեցին, հետո մոտիկացան դեմի ապակիները ջարդեցին, երբ որ հետևի ապակիները ջարդեցին, մենք հետևն էինք նստած, փշրվեց, մեր գլխին լցվեց։ Այսինքն տեսան, որ երեխաներ կան, բայց շարունակեցին։ Նաև մենք զգուշացրինք, որ մեքենայի մեջ երեխաներ կան, բայց նրանք հրաման ունեին, չէին կարող իրենց հրամանը չկատարել, ինչ պատճառներով չեմ կարող ասել, հետը հայոյում էին և կարծես նրանցից ոմանց վրայից ալկոհոլի հոտ էր գալի ոստիկանների և մի որ ապակիները ջարդեցին, մեկ էլ դուբինկեքով ջարդած ապակիների ներսից մեզ էին ուզում հարվածեն և երևի Աստված մեր հետ էր, մեզ երեխաներին լուրջ վտանգներ չեղավ, բայց մարդիկ կան, որ վնասվածքներ են ստացել, բայց արդեն իրենց տներում են, ամեն ինչ նորմալ։ Քանի անգամ ես մասնակցել 100-ամյակն առանց ռեժիմի այս ակցիաներին։ 3-4 անգամ եմ մասնակցել, մեկը Աբովյան Հրազդան այդ տարածաշրջանում, մեկը քաղաքի ներսում, երրորդն էլ դեպի Արցախ վերջինն էր, իսկ նախորդը դեպի Գորիս, Սյունիքի մարզ։ Դու մտածում էիր, որ նման հարձակում հնարավոր է լինել, վախեր կային և հիմա ընդհանրապես վախեցած ես։ Ոչ, հիմա վախեցած չեմ, այն ժամանակ էլ վախեր չկային, այն ժամանակ չէին կարող ասել իրանք ինչ քայլերի կգնան, մենք ասենք իրանք կասեն ոչ և մենք հետ կդառնանք։ Այսինքն ենթադրվում էր, որ կմերժեն ու արգելք կդնեն։ Բայց չէինք մտածում, որ կարող են նման քայլերի դիմել։ Ինչն է պատճառը, որ դու միացել ես այս ակցիային, այս երթերին կամ որպես պատանի առաջին հերթին ինձ դուր է գալիս, որ մեր երկրում կա այսպիսի կազմակերպություն, որը ցանկություն, որտեղ հավաքված են նախ եւ առաջ հայրենասեր մարդիկ, որոնք ցանկանում են իրենց երկիրը ամեն գնով ծաղկեցնեն, գեղեցկացնեն, եւ երկրորդը պապայիս ընկերն է այստեղ, տենց մեկ-մեկ գալիս են, ես բոլորի հետ ծանոթ եմ, կարծես իմ հարազատներն են։ Այ օրինակ Հայաստանում ինչպես է հնարավոր փոփոխություն անել։ Հնարավոր է, եթե մեր ամբողջ ժողովուրդը միասնական լինեն, եւ տեսնելով այս ամենը ես մտածում եմ
դժվար կլինի փոփոխությունը, բայց պետք է անենք։ Հիմա- Մինչև այստեղ գալի ես բազմաթիվ անգամներ հանդիպել եմ տարբեր լրագրողների հետ, հարցազրույց եմ տվել եւ այլն։ Այդ թվում նաեւ վարչապետի հետ եմ հանդիպել։ Տիգրան Սարգսյանն էլ այդ ժամանակ։ Այո, նա Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու ցանկություն չկա ընդհանրապես։ Ոչ։ Մի անգամ հանդիպեցինք, ինչ տեսանք, որ երկրորդն էլ հանդիպենք։ Հանդիպումը ոչինչ չտվեց։ Անօգուտ է, այդ առաջարկը իրանք պիտի քեզ անեն, ոչ թե ես գնամ իրանց առաջարկը անեմ։ Իրանք պիտի տեսնեն իրանց երկրի վիճակը եւ մարդկանց հետ հանդիպեն, մտածեն եւ մարդիկ պետք է իրանց հետ մտածեն, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի երկիրը չկործանվի։ Բերձորում դե ամեն ինչ ակնհայտ էր, նրանք հիմնականում այն մարդկանց վրա էին հարձակվում, ովքեր որ իրենց մոտ կամերաներ կար կամ հեռախոսներ ունեին, որով նկարում էին այդ ծեծը ջարդոցը, նրանք հիմնականում այդ մարդկանց վրա էին հարձակվում, որպեսզի չկարողանան նկարեն եւ իրենց իրական դեմքը ցույց տան։ Իսկն առանձնակի դաժանությամբ էին։ Այո, ինչպես վարվեցին միջազգային լրագրող Անուշավան Շանազարյանի հետ, որը փորձում էր նկարի եւ արդյունքում նա դուժեց։ Ըստ քեզ ով պիտի պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար։ Հիմնականում պետք է պատասխանատվությունը կրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերը, հետո նոր Հայաստանի։ Ինչը երկրում քեզ չի բավարարում, որ դու ուզում ես փոփոխություն։ Առաջին հերթին, որ մեր երկրի երիտասարդությունը, կարելի ասած նաև մեծ մարդիկ, մեծամասնությունը երկրից արտագաղթում են, ինչի պատճառով, որտեղ Հայաստանում չկա ապրելու միջոցներ։ Եվ այդ պատճառով փոփոխությունը ինձ թվում է տեղին է։ Ոչ թե թվում է, այլ իրոք տեղին է, պետք է փոփոխություն լինի, որ մարդիկ ինչ-որ չափով բարելավվեն եւ մեր երկիրը։ Դու տեսնում ես պայքարող քաղաքացուն այսօր։ Կա պայքարող քաղաքացի։ Կա, բայց ժողովրդի մեծամասնությունը չի ուզում, էլ թե վախենում է, չէ, ինչ չեմ կարող ասել։ Չի ուզում հիմա երիտասարդությունն է հիմա կարելի ասած պայքարում։ Բազմիցս նշել եմ, եթե համախմբված լինեն, կհասնենք։ Միայն ազատամարտիկները չպետք է ոտքի կանգնեն, այլ ինչ-որ չափով պետք է ժողովուրդն էլ ոտքի կանգնի, որ ազատամարտիկներին կարողանան օգնել։ Այս շատ էր հնչում, որ ինչի է գնում Ղարաբաղ հասնում ակցիա անելու համար, Հայաստանում անեիք ակցիա Հայաստանի սահմաններին։ Ինչ ես դու մտածում այս մասին։ Մենք բոլոր տեղերը անում ենք, քանի որ Արցախն էլ է Հայաստանի հետ մի երկիր է, մենք տարբերություն չենք դնում, թե Հայաստանի ներսում, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այդ իսկ պատճառով մենք խաղաղ ավտոերթ ենք անցկացնում դեպի Արցախ։ Մարդկանց հետ խոսենք, մարդկանց թռուցիկ բաժանենք, դիսկ բաժանենք։